Ալկոհոլը նյարդերի ընկերն է թե թշնամին, ինչպիսի ազդեցություն է ունենում մեր օրգանիզմում եւ արդյոք ալկոհոլի վնասն է ավելի շատ թե օգուտը։ Այս մասին կխոսենք նևրոլոգիկայի այսօրվա թողարկման ընթացքում։ Դուք Dr. Strom YouTube-յան ալիքում եք, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, նևրոլոգիկայի եւ մեր մյուս նախագծերի հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ եւ այսօր խոսում ենք ալկոհոլի մասին։ Ալկոհոլը նյութ է, որը դասակարգվում է հոգեակտիվ նյութերի, փսիխոակտիվ նյութերի շարքում, այն ունի ազդեցություն նյարդային համակարգի վրա եւ նրա նույնիսկ փոքր դեղաչափը դոզան հերիք է, որպեսզի գլխուղեղում առաջացնի համապատասխան փոփոխություններ։ Նախ եւ առաջ եկեք պատկերացնենք, թե ինչ ճանապարհներով է ալկոհոլը հասնում գլխուղեղ եւ ինչպիսի նյութափոխանակության է ենթարկվում։ Նախ եւ առաջ բերանի խոռոչից առաջին իսկ բաժակի հետ սկսվում է ալկոհոլի ներծծումը, այնուհետեւ այն անցնում է մարսողական ուղիով եւ աղեստամոքսային համակարգից շարունակվում է ալկոհոլի ներծծումը։ Ալկոհոլը շատ արագ կերպով անցնում է արյուն ուղեղային պատնեշը եւ հայտնվում է գլխուղեղում։ Մոտավորապես 10-ից 15 րոպեն բավական է, որպեսզի առաջին ընդունումից հետո մենք զգանք գլխուղեղում ալկոհոլի ազդեցությունը։ Նևրոլոգիկայի առաջին թողարկումներից մեկում մենք խոսել ենք նյարդային համակարգի աշխատանքը կառավարող նյութերի մասին եւ այնտեղ առանձնատուկ անդրադարձ է եղել GABA-ին, գամմա ամինակարակաթթվին, նյութ, որը որ ունի առավելապես հանգստացնող ազդեցություն։ Եվ ալկոհոլի հիմնական ազդեցությունը տեղի է ունենում հենց այս GABA կոչվող նյութի ընկալիչների վրա, այսինքն ուղեղի հատվածների, որոնք որ բնականում փոխազդում են GABA-ի հետ եւ նրանց ակտիվացման միջոցով տեղի ունենում արգելակման ազդեցություն։ Երբ մենք ընդունում ենք ալկոհոլ, ալկոհոլը նմանակում է GABA-ի ազդեցությանը եւ առաջանում է արգելակվածության, խաղաղության, հանգստության զգացողություն։ Դրա թիրախում են նաեւ բազմաթիվ այլ նյութերի ռեցեպտորներ, ինչպես օրինակ կանաբինոիդային ռեցեպտորները։ Այո, հետաքրքիր է, որ բնությունը մարդու ուղեղում ներդրել է կանաբիսի հանդեպ զգայուն հատվածներ եւ երբ մարդիկ օգտագործում են կանաբիս, որի օգտագործումը ամենևին խրախուսելի չէ, իսկ որի տարածումը եւ պահպանումը մեր երկրում քրեորեն պատժելի է, երբ մարդիկ օգտագործում են կանաբիս, կանաբիսի ազդեցությամբ ակտիվանում են որոշակի բջջային համակարգեր գլխուղեղում։ Եվ ահա այդ ակտիվացման հետևանքով տեղի ունենում որոշակի հաճույքի, արգելակման, իսկ դեղաչափից կախված նաև կարող է հակառակը խթանիչ ազդեցություններ։ Եվ հենց այս առանձնահատկությունն է բացատրում այն, որ հաճախ կանաբիսից կախվածություն ունեցող մարդիկ անտարբեր են ալկոհոլի հանդեպ։ Այսպիսով նմանակելով մի շարք նյութերի ազդեցությանը, ալկոհոլը բերում է ընկճված, գրգռված, տարբեր վիճակների միախառնման, ընդհանուր առմամբ հաճույքի զգացման։ Եվ ընդհանուր առմամբ հաճույքի զգացումը վերապրելու նորից ու նորից առաջացող ցանկությունը ակտիվացնում է դոֆամինային համակարգը, որը որ ընկած է բոլոր տեսակի կախվածությունների հիմքում։ Բայց այս հոլովակը երկար չի լինելու եւ այս հոլովակի հիմնական իմաստը ալկոհոլի երկու կարևոր ռիսկերի մասին բացատրելն է։ Առաջին հերթին, ալկոհոլը նեյրոտոքսին է։ Այն թունավոր նյութ է եւ ունի թունավոր ազդեցություն ընդհանրապես ամբողջ օրգանիզմի եւ մասնավորապես գերզգայուն նյարդային համակարգի հանդեպ։ Կան բազմաթիվ գիտափորձեր, երբ օրինակ նյարդային բջիջը նեյրոնը տեղադրվում է համապատասխան փորձանոթի վրա եւ մի փոքր կաթեցվում է ալկոհոլ եւ տեսնում ենք, որ միանգամից առաջանում է կնճռոտում եւ նյարդային բջջի քայքայում։ Եվ երբ օրինակ ասում ենք, որ Ֆրանսիայում կամ եվրոպական որևէ երկրում ապացուցված է, որ գինու կամ այլ տեսակի խմիչքի օգտագործումը օրական քիչ քանակներով նպաստում է որոշակի առողջական խնդիրների հաղթահարմանը եւ լուծմանը, պետք է մեր աչքի առաջ ունենանք քայքայվող նյարդերի պատկերը։ Ալկոհոլը անկախ քանակից որոշակի չափով նյարդային համակարգում առաջացնում է նյարդային բջիջների քայքայում եւ քրոնիկ ալկոհոլիզմով տառապող մարդկանց կամ թեկուզ ոչ ալկոհոլիզմով տառապող, բայց հաճախակի ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ ժամանակի ընթացքում շատ հաճախ զարգանում է ալկոհոլային պոլինեյրոպաթիա կոչվածը։ Պոլինեյրոպաթիան նյարդային վերջավորությունների ամբողջ մարմնում, հատկապես ձեռքերում, ոտքերում, մատների ծայրերում նյարդային վերջավորությունների վնասման հետևանքով
տհաճ զգացողությունների եւ ֆունկցիայի խախտումն է, այսինքն առաջանում է թմրածության, մրմուրի, ծակծկոցի զգացում։ Բացի այդ, ալկոհոլի երկարատև օգտագործումը բերում է նաեւ ուղեղում որոշակի կենտրոնների վնասման, որոնք պատասխանատու են հավասարակշռության եւ հիշողության համար։ Այնպես որ այս դեպքում եւս մենք վնասում ենք մեր ուղեղը։ Սակայն ամենակարևոր ազդեցությունը, որի մասին ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, ալկոհոլի դեպրեսիոգեն, այսինքն դեպրեսիա առաջացնելու հատկություն ունեցող ազդեցությունն է։ Ինչպես նշեցի, ալկոհոլը դասվում է հոգեակտիվ, փսիխոակտիվ նյութերի շարքին։ Փսիխոակտիվ նյութերի մեջ կան դեպրեսանտ, ինչպես նաև խթանող, ստիմուլյատոր նյութեր, եւ ալկոհոլը դասակարգվում հենց դեպրեսանտների շարքի մեջ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մարդն, ով ունի դեպրեսիա, փորձում է իր դեպրեսիան հաղթահարելու համար ընդունել ալկոհոլ։ Ալկոհոլը նմանակելով արտաքին եւ ներքին որոշակի նյութերի ազդեցություն տվյալ պահին մարդու մոտ առաջացնում է լավ զգացողություն, սակայն ինքը հանդիսանում է դեպրեսանտ։ Ալկոհոլի օգտագործումից ժամեր անց լինում է ընկճված, անտարբեր, մոտիվացիայի կորուստով ուղեկցվող վիճակ, որը որ հենց դեպրեսանտ ազդեցությունն է։ Ինչպես նաև ալկոհոլի հետ անհամատեղելի են շատ դեղեր, եւ եթե դուք օրինակ օգտագործում եք հակադեպրեսանտներ կամ ցանկացած այլ տեսակի դեղեր, որոնք ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ապա ալկոհոլի համատեղումը առաջացնում է տվյալ օրը նույն ժամանակ ընդունելու դեպքում անկառավարելի բազմաթիվ ռիսկեր։ Ալկոհոլը նաև ծանրաբեռնում է լյարդը, երիկամները եւ առհասարակ այս նյութից ցանկալի է խուսափել։ Եվ վերջում որպես բոնուս եւս մեկ զգայուն նուրբ հարց, որին ուզում եմ հատուկ անդրադառնալ, արդյոք ես կտրականապես արգելում եմ իմ բուժառուներին ալկոհոլ օգտագործել թե ոչ։ Այս հարցի պատասխանը հետեւյալն է։ Այն ամենը, ինչ ասվեց այս հոլովակում, ավելի հակիրճ համառոտ ձևով ասվում է նաև իմ խորհրդատվությունների ժամանակ, եւ ես բոլորին կոչ եմ անում ալկոհոլ չօգտագործել, սակայն հաճախ մշակութային որոշակի առանձնահատկություններից ելնելով մարդիկ այնուամենայնիվ փոքր քանակներով որոշակի տոների կամ առիթների դեպքում ստիպված են լինում օգտագործել ալկոհոլ։ Նման պարագայում ես իմ բուժառուներին եւ առհասարակ կյանքում տարբեր իրավիճակներում բոլորին խնդրում եմ լինել ազնիվ։ Եթե դուք պատրաստվում եք օգտագործել ալկոհոլ եւ գտնվում եք բուժման մեջ իմ կամ այլ մասնագետի մոտ, պարզապես տեղեկացրեք նրան այդ մասին, միգուցե նա ձեզ կբացատրի, որ թեև խիստ անցանկալի է ալկոհոլի օգտագործումը, սակայն այդ փոքր քանակով տվյալ օրվա օգտագործումը կդառնա ձեզ համար թույլատրելի այն պայմանով, որ տվյալ պահին ընդունվող դեղորայքը կվերանայվի։ Կան դեղեր, որոնք կարող են 1 կամ 2 օր չօգտագործվել, դրանից ձեր բուժման ընթացքը չի խախտվի։ Սակայն կան դեղեր, ինչպես օրինակ հորմոնալ դեղերը, անտիբիոտիկները, որոնց կուրսի ընդհատումը ցանկալի չէ։ Եվ առհասարակ ընտրեք ալկոհոլ չօգտագործելու տարբերակը։ Վնասները նրանից շատ ավելի շատ են, անհամեմատ ավելի շատ են, քան թվացյալ օգուտները։ Եվ եղեք առողջ։ Ձեզ հետ բժիշկ Ալոյանն էր եւ նևրոլոգիկայի հերթական թողարկումը։ Իսկ վերջում մի մոռացեք բաժանորդագրվել Dr. Strum YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։